Ուղիղ հարց Բաքվից Երևանյան ֆորումին միացած ադրբեջանցի փորձագետին։ Իրողությունները խոսուն են, տպավորությունը մեկը՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ինչ նորություններ կան իր երկրում այս թեմայի հետ կապված։ Փորձագետը ասում է, էլի են նախադեպեր եղել, երբ տարբեր աղբյուրներ պնդել են, որ Ադրբեջանը պատրաստվում է որևէ սադրանքի։ Պնդում է, դա միայն Ադրբեջանին ագրեսոր ներկայացնելու համար է։ Էլի է պնդում, այդ մոտեցումները պարզապես չափազանցություն են։ Դա անհրաժեշտ է Ադրբեջանին ագրեսիվ ներկայացնելու համար, իսկ Հայաստանին որպես այդ ագրեսիային ենթարկվող Արևմուտքը Հայաստանի շուրջ կոնսոլիդացնելու նպատակով, այլապես շատ դժվար կլիներ ռազմական օգնություն ստանալ ՆԱՏՕ-ի երկրներից եւ ՀԱՊԿ-ից։ Հայ փորձագետն իհարկե թարմացնում է ադրբեջանցի գործընկերոջ հիշողությունը, Ադրբեջանի քայլերը, գործողությունները, ռազմական թեժ պատրաստությունները, եթե զուգորդենք պաշտոնական հռետորաբանության, սպառնալիքների, ծավալապաշտական խոսույթի հետ, ապա հնարավոր չէ հերքել փաստը, որ Ալիևը խաղաղություն չի ուզում։ Ադրբեջանագետը հիշեցնում է, Ադրբեջանն այսօր մեծաքանակ GF-17 կործանի չէ գնում, առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում 27 համատեղ առանձին վարժանքներ է անցկացնում։ Հենց այս պահին էլ Նախիջևանում, Հայաստանի սահմանի մոտ։ Այստեղ ադրբեջանցին անհաջող հումոր է բանեցնում, ինչու եք կարծում, որ այս հարաբափող ժամանակներում հենց Հայաստանի դեմ են ուղղված ադրբեջանական վարժանքները, հարցնում է։ Ռուսիֆ Հուսեյնովը իբր պարզաբանում է, ասում է Ադրբեջանը սովորականի պես ամրանում է, անհրաժեշտության դեպքում միայն պարզապես պատրաստ լինելու համար։ Պարզ է, որ ադրբեջանական այս պնդումը քննադատության չի դիմանում։ Այո, խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, բայց հեգնանքը այն է, որ այդ տեքստը համաձայնեցնելուց հետո 26 մամուլի հաղորդագրություն է տարածել Ադրբեջանը առանց որևէ ապացույցի, թե հայկական կողմը կրակել է, բայց Ադրբեջանն է այս պահին կրակում Հայաստանի սահմանային գյուղերի վրա։ Իրավիճակը բավականին անհանգստացնող է ու ակնհայտ ցույց է տալիս, որ Բաքուն մտադրություն չունի խաղաղության գնալու։ Որպես ագրեսիվ պահվածքի մեկ այլ վառ վկայություն նաև արևմտյան Ադրբեջան զավթողական կոնցեպտն է առաջ բերում։ Սա ոչ թե պարզապես քաղաքական խոսույթ, այլ համակարգային մտածողություն է, որ Ալիևը գործի է դնում իր երկրում։ Այդ զավթողական կոնցեպտը, որ շրջանառության մեջ է դրվել Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց, Ալիևի 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ծավալուն ելույթով արդեն ինստիտուցիոնալիզացվել է։ Օրինակ 2023-ից 24 ակադեմիական տարում ներառվել է Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում։ Օրինակ 5-րդ դասարանից սկսած ադրբեջանցի երեխաները սովորում են, որ Հայաստանը իրենց պատմական հողն է։ Դա ոչ թե ուղղակի քաղաքական հայտարարություն է, այլ պետական ծրագիր։ Հայ բանախոսի պնդումները ադրբեջանցի փորձագետը հիմնականում թողնում է անարձագանք, փաստարկված հիմնավորումներ պարզապես չունի։ Տիգրան Նիկուրղինյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։